Ներողություն։ Ուրիշ համագործակցության եզրակետար։ Չէ։ Ու իդես ինքը ոնց է ներկայացնում իբր Միքայել Մինասյանի։ Արա Ալեն։ Երբ որ Միքայել Մինասյանը էր, դու պատրաստ էիր անգամ բոլոր ընկերներիդ երեխեքի հետ ժամանակ անցկացներ, մենակ թե Միքայել Մինասյանը քեզ նկատեր ու շան տեղ դներ։ Արա դուք չեք կարող հասկանալ, որ այս քաղաքը այնքան փոքր է։ Արա դուք ով եք, արա։ Արա երբ որ Միքայել Մինասյանը դաժե ոնց ասեմ քեզ, քո կողք նայել, քո վրա նայելու համար դու պատրաստ էիր արա ամեն ինչի։ Ով ես դու, Ալեն Սիմոնյան։ Այսօր դու ես այն ավելի բարձր դիրքում, քան Միքայել Մինասյանը երբևէ եղել է իշխանության իր ունեցած դիրքով։ Արա քո կողմ դաժե մարդիկ չեն ուզում թքեն։ Հասկանում ես ով ես դու։ Հələ հիշի, որ Միքայել Մինասյանը դեսպան էր, նախագահի աշխատակազմում էր աշխատում եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ քո գործադրած ջանքերը Միքայել Մինասյանի աչքին երևալու չէր, այս տարբեր մարդիկ դերասաններից բռնած վերջացած բաներ։ Ու հիմա պատկերացրու դու ավելի բարձր դիրք ունես, քանի հոգի այս հանրապետությունում պատրաստ քեզ դաժե բարևի ձեռով։ Սուպեր սակոից բացի լավ։ Հələ մա ջոգել է ձեր կռուգից բացի, էլի։ Արա Ալեն, լուրջ ով ես դու, արա։ Ով ես դու։ Ու քո մոմենտով իբր դա բացասական բան է, այս ունեցել եմ կապ Միքայել Մինասյանի հետ։ Հիմա էլ ունեմ լավ հարաբերություններ ու դա իմ համար բացասական երանգ չի Ալեն։ Ի տարբերություն քեզ, որ դու պատրաստ էիր հետույքով տարատեսակ բաներ բաց թողել կամ տարբեր բաներ մցնել, որ մենակ քեզ ուշադրություն դարձնի։ Ի տարբերություն քեզ ես եղել եմ, ունեցել եմ եւ ունեմ լավ հարաբերություններ։ Ու ես դա չեմ ամաչում։ Դրա մեջ ես վատ բան չեմ տենում։ Ամոթը քո հետ կապ ունենալն է։ Այսօր որ դու իշխանության ես, արա, ամոթա դա ուղակի։ Ես գետինը կմտնեմ, որ ինչ-որ մեկն ասի, որ ես Ալենի հետ կապ ունեմ, արա։ Ու իմ նման հաստատ 100,000-ավոր մարդիկ։